բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը։ Փաշինյանն այսօր խոսեց իրավապահների երեկվա գործողությունների մասին։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, որպես ապացույց հրապարակելով ձայնագրություններ ու լուսանկարներ։ Երեք ձերբակալված Բագրատ Գալստանյանն ու նրա 14 համախոհներն այսօր արդեն կալանավորվեցին 2 ամսով։ Ահաբեկչություն են կարել։ Գալստանյանը դեռ 3 առավոտյան իր կեցավայրում տեղի ունեցող խուզարկության ժամանակ այսպես հեգնանքով էր արձագանքել լրագրողի հարցին։ Ավելի ուշ նրան եւ մյուսներին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու նախապատրաստության եւ ահաբեկչության նախապատրաստման հոդվածների հատկանիշներով։ Առաջադրված մեղադրանքը շարժման անդամներից որևէ մեկը չի ընդունում։ Իշխանազավթում կամ ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածներով տարբեր տարիներին մեղադրանքներ են առաջադրվել ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության, այնպես էլ նախորդ նախագահների պաշտոնավարման տարիներին։ Միայն անցնող 7 տարվա ընթացքում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության փորձի հատկանիշներով 3 քրեական վարույթ է նախաձեռնվել։ Առաջինի մասով հաղորդվեց 44-օրյա պատերազմի ավարտից 5 օր անց։ Հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր։ Մեղադրանք առաջադրվեց Հանրապետական կուսակցության անդամ Վարան Բաղդասարյանին, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին եւ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Ավելի քան 1 տարի անց գործի նախաքննությունն ավարտվեց։ Մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Հյուսիսային տերևաթափ ըստ ազգային անվտանգության ծառայության ահա այս անվանումն է կրել նախապատրաստված, բայց կանխված ահաբեկչական գործողությունը, որը մի խումբ անձանց կողմից պետք է իրականացվեր Հայաստանում։ Ըստ իրավապահների խմբի արդեն կալանավորված 5 եւ ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը, նախապատրաստելով կատարել պայթյուն եւ այլ հանրավտանգ արարք, ինչպես նաեւ զավթել եւ պահել Հայաստանի Հանրապետության պետական նշանակության այլ շինություններ։ Հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, 1 հատ ազդանշանային պայթուցիկ սարք, 1 հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք 2 գլխիկով, 1 հատ թռչող սարք եւ վերջինիս ենթադրյալ ամրացվող 2 հատ մեծ ու փոքր գազաբալոն ճնշաչափիչով, 2 հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ։ Ազգային անվտանգության տեսանյութում ուշադրություն է գրավում մի կադր, որտեղ նոթատետր է անելիքների ցանկով։ Ցանկում նշում կա ԱԺԲ ակտիվիստներ գիշերային ժամերին։ ԱԺԲ-ն սակայն Ֆակտոր TV-ի հետ զրույցում կտրականապես հերքել էր իրենց մասնակցությունը նման օրինակ որևէ գործընթացի։ 2023 թվականի նոյեմբերին հարուցված քրեական գործն այս պահին դատարանում է։ Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության փորձ է կանխվել։ Այսպիսի ձևակերպմամբ հաղորդագրություն ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր նաև 9 ամիս առաջ։ Ըստ իրավապահ կառույցի հանցավոր խմբի անդամները հեղաշրջման նախապատրաստման համար հավաքագրված անձանց տեղակայել են ռուսական Արբատ կոչվող ռազմաբազայում, որը կապված է Արբատ գումարտակի հետ։ Խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու, բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ։ 5 ամիս անց ջոկատի հայազգի հրամանատար Արմեն Սարգսյանը սպանվեց Կրեմլից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունից։ Հեղաշրջման նախապատրաստման մասով գործն այս պահին դատարանում է։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք 3 անգամ հայտարարվեց զինված խմբի բացահայտման մասին։ Առաջինը 2015 թվականի նոյեմբերին էր։ Նորքի բանդը անունը ստացած գործով մեղադրյալի աթոռին հայտնվեց 33 անձ։ Ըստ մեղադրանքի կազմակերպված խմբի կազմում նրանք ապօրինի կերպով ձեռք էին բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք
անալիքով, ինչը ավարտին չի հասցվել, քանի որ վնասազերծվել են։ Ուշագրավ է, որ այս գործով եւս ամբաստանյաններից մեկը հոգեվորական էր՝ Գյումրիի կաթողիկե եկեղեցու քահանա Անտոն Դիգրան Թոթանջյանը։ Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն էր, ցուցակում էր նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Գործի դատաքննությունը ձգվեց ավելի քան 7 տարի, ինչից հետո ազատազրկման դատապարտվեցին Վարդանյանը եւ այլք։ Շիրխանյանը համաներվեց, մի քանիսի նկատմամբ կիրառվեց փորձաշրջան եւ պայմանական ազատազրկում։ Իշխանափոխության նպատակադրման մասին հայտարարելով 2016 թվականի հուլիսին Սասնա Ծռեր խմբավորումը գրավեց պետական պահպանության ծառայության շենքը, պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը։ Գրավման եւ դրան հաջորդող օրերին 4 ոստիկան սպանվեց։ Խումբն իր գործունեությունն ապստամբություն էր անվանում։ Գնդի հարակից տարածքում շուրջ 2 շաբաթ բողոքի ցույցեր կազմակերպվեցին։ Դրանց մասնակցել էր նաեւ այն ժամանակ ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Բարիկադը անցա եւ այս կողմից մոտեցա ոստիկաններին եւ երբ որ մոտենում էի ոստիկանները ձեռքից sense էս հեռախոսներում բանը այդ լիսկավորից սարքը նրանք գոռացին թե ցածդիր ես գոռում եի որ ես եմ ազգային ժողովի падգամավոր բայց չէին լսում վերջ ասին ցածդիր եւ ձեռքը հետ վեր բարձրացրու։ Հուլիսի 29-ին բախումներ տեղի ունեցան Սարի թաղում, ինչից հետո 2 օր անց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին։ Խմբի բոլոր անդամները հայտնվեցին Մեղադրյալի աթոռին։ Նրանցից 10-ի մասով 2021 թվականի փետրվարին դատավճիռ հրապարակվեց։ Մյուսների մասով գործը դեռևս դատարանում է։ Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին իշխանության յուրացման եւ ահաբեկչության մի քանի գործի մասին է հաղորդվել։ Դրանցից ամենաաղետալին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքն էր։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ահաբեկչական գործողություն իրականացվեց։ Զոհվեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ 6 այլ պետական գործիչներ ու ազգային ժողովի падգամավորներ։ 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը պատանդարվեց մի քանի ժամով։ Մեղադրյալի աթոռին հայտնվեց 7 անց, արյունալի իրադարձություններից 4 տարի անց դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 6 անձի դատապարտվեց ցմահ, իսկ մեկին 14 տարվա ազատազրկման։ Ուշագրավ է, որ իշխանությունը յուրացնելու փորձ կատարելու եւ ահաբեկչություն նախապատրաստելու գործերով անցնող գրեթե բոլոր մեղադրյալներն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ չեն ընդունել իրենց առաջադրված ծանր մեղադրանքը։ Նրանց մի մասն այն որակել է քաղաքական հետապնդում։